Հայաստանի կառավարությունը Ասիական զարգացման բանկի հետ համատեղ 250 միլիոնի նոր վարկային համաձայնագիր կստորագրի։ Հիմնավորման մեջ ասվում է, որ գումարը կուղղվի Արցախից բռնի տեղահանվածների ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրին։ Նշվում է, որ ծրագրի շրջանակում ներկայում հավաստագիր է ստացել 3100 ընտանիք, որից 1140-ը իրացրել է այն։ Պետական բյուջեի միջոցներից արդեն իսկ ծրագրի շրջանակում վճարվել է ավելի քան 2 միլիարդ դրամ, վարկի ժամկետը 27 տարի է, որից արտոնյալ է 10 տարին։ Ինձ է միացել տնտեսագետ Լիլիա Ամիրխանյանը։ Լիլիա, արդյոք Հայաստանի Հանրապետությունը կարիք ուներ հավելյալ վարկային ծրագրեր, հավելյալ վարկային միջոցներ ներգրավելու եւ արդյոք սա բավարար է խնդիրը գոնե զգալիորեն լուծելու համար։ Գառնիկ, իրականում թեման հասկանալի է, շատ զգայուն թեմա է, հաշվի առնելով Արցախի մեր հայրենակիցների գործոնը, գործ ունենք մարդկային ճակատագրերի հետ, բայց այնուամենայնիվ որքանով է կոնկրետ այս ծրագիրը, համարժեք, բնակարանների ձեռքբերման համար եւ այլն, ես փորձեմ ավելի հարցով պատասխանել, թերևս փորձելով բանաձևային տալ, իսկ առհասարակ Արցախի մեր հայրենակիցներին օժանդակության որևէ ծրագիր այս ընթացքում իջեցված, որքանով է եղել համարժեք, դրված խնդրի դրված նպատակի համար։ Մենք կհիշենք նույն 50,000 դրամների նախագիծը, կհիշենք բնակարանների ձեռքբերման հավաստագրերի իրենց արժեքների մասով, որքանով էր դա համապատասխանում բնակարանների շուկայական արժեքներին եւ այլն։ Մենք ունենք գլոբալ այդ հարցադրումը։ Կոնկրետ այս վարկային միջոցների մասով լինենք լավատես, երևի թե պետք է լինել լավատես, որ սրանք միայն այս միջոցները չեն, որ պետք է ուղղվեն, այլ ի հավելումն, ի լրումն այլ միջոցների կուղղվեն եւ գոնե որոշակի խնդիրներ կլուծեն, բայց անգամ արձանագրենք, որ այս միջոցները բավարար չեն։ Միանշանակ, եթե մենք դիտարկում ենք բացարձակ այս վարկի, կոնկրետ այս վարկային միջոցները իհարկե բավարար չեն։ Այսինքն միևնույն է այդ գլոբալ հարցադրումը կա։ Հայաստանը որքան ուներ ուրեմն անհրաժեշտություն նման միջոցներ ներգրավելու, նորից պիտի հարցադրումով գանք։ Որքանով են ուրեմն արդյունավետ այդ ծրագրերը սոցիալական եւ հատկապես դրանք որքանով են արդյունավետ, եթե հաշվի ենք առնում, թե ինչքան միջազգային դոնորներից, այլ երկրների կողմից եղան ֆինանսական աջակցություններ։ Այսինքն այդ բալանսը եւ հավասարակշռությունը ինչքան միջոցներ եկան եւ որքանն են ուղղվել ինչ արդյունավետությամբ գլոբալ այդ հարցադրումը առաջացնում է, մենք ունենք այդպիսի մտահոգության նման հարցադրում բարձրացնելու օբյեկտիվ իրավունք։ Իսկ այսօր այլ ինչ մտահոգիչ թեմա ես անդրադառնալու։ Իսկապես մտահոգիչ թեմա է, որովհետև մեր տնտեսությունում գործող կազմակերպությունների թիվը շարունակում է անկում ապրել, մենք կփորձենք ներկայացնել ինչի արդյունքում դա կարող է լինել եւ ընդհանրապես ինչ գործողություններ են նպաստել դրան։